Դավիթը ծնվում է Սասունում։ Հայրը եւ մայրը մահանում են նրա ծնվելուց հետո։ Դավիթը որբեր։ Քանի որ ոչ մի տեղական չի կարողանում նրան կերակրել, ձենով Օհանը որոշում է նրան ուղարկել Իզմիլ խաթունին։ Սասունցիները երեխային կապում են քուրկիկ Չալալու մեջքին եւ խնդրում, որ նա Դավթին հասցնի Իզմիլին։ Սակայն Իզմիլը նույնպես չի կարողանում նրան կերակրել եւ մարդ է ուղարկում Սասուն, որ Դավթի համար մեղր ու հաց բերեն Սասունից։ Նրա որդի Մելիքը անդադար փորձում է ազատվել Դավթից, սակայն Իզմիլը բարի էր եւ մորպես սիրում էր Դավթին։ Նա միշտ պաշտպանում էր փոքրիկ Դավթին։ Մի օր Մելիքը հրամայում է Դավթին մութ սենյակ գցել։ Դավիթը իրեն տրված ճաշից ոսկորը հանում է ու շպրտում ջարդում պատուհանը, սենյակը արևի շողեր են ընկնում։ Երբ դռնապանը գալիս է նրա ետևից, տեսնում է, թե ինչպես է Դավիթը խաղում արևի շողերի հետ։ Մասրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուծազնը հաղթահարում է բոլոր փորձությունները եւ վերադառնում Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարկում է գառնարած, ապա նախապան, որսորդ։ Նա հոտն արածեցնում է, քնում է, իսկ երբ արթնանում է, տեսնում է, որ հոտը չկա, անտառից գել ու գազան է հավաքում։ Առաջը գցում եւ բերում քաղաք։ Սասունցիները վախից փակվում են տներում։ Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին եւ երկրի ամբարները լցնում բարիկներով։ Նա միայնակ կոտորում է Մսրա Մելիքի զորքին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Նրանք մենամարտում են։ Մելիքը Դավթին գցում է խոր հորը եւ փակում 40 ջաղացի քարերով։ Սակայն Դավիթը դուրս է գալիս հորից եւ սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մսրա Մելիքին։ Մռնչալով ելավ տեղից, այն արյուծի որդին, իր ձին հեծավ ու փոթորկեց խաղաց, շողաց քուր քայծակին։ Կենթանի եմ, մինելարի, գոռաց Մելիք հորի տակից։ Դավիթն ասում է. Մելիք թափ դուր մի քեզ։ Ու թափ է տալիս Մելիքն իրեն, միջից եղավ ճիշտ երկու կես, մեկ ընկավ դեսն ու մյուսը դեն։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին, մի շարք քաչագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան եւ 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է Արուզավակ եւ անունը դնում Մհեր։ Չափահաս դառնալով Մհերը որոշում է գնալ եւ գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են, իրար չճանաչելով մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանքնել է մենամարտել իր հետ եւ անիծում է. Անմահլն ես, անժառանգ։ Դավիթն սպանվում է Չմշկիկ սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում Բերդի գլխից։